Ընդդիմադիր Հայաստան դաշինքը բոյկոտում է արտահերթ նիստը, որի լուրից պնդում են անակնկալի են եկել։ Ընտրությունից ամիսներ առաջ իշխանականները որոշել են այսպես ասած բարեփոխել դիտորդների աշխատանքը։ Բացատրում են, փորձում են կանխել դիտորդի շապիկով քաղգործիչների ելումուտը տեղամասերում։ Դիտորդներից պահանջում են խուսափել գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է ընկալվել որպես աջակցություն որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին։ Նաև պահանջում են ֆինանսական թափանցիկություն։ Երբ հասկացան, որ նման նախաձեռնության կարիք կա, Ջուլհակյանն ասում է, նախորդ ընտրություններից հետո նախադեպեր են արձանագրել։ Գյումրու ավականու ընտրություններում դիտարկվել են քաղաքական կողմնակալության դրսևորումներ ԿԸՀ կողմից հավատարմագրված հայաքվե դիտորդական առաքելության կողմից, որն ընդգրկել է նաև պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն եւ երիտասարդական ակումբների դաշնություն ՀԿ-ները, փաստացի հանդես գալով հայաքվե ազգային քաղաքական միավորման անունից։ Մասնավորապես հայաքվե դիտորդական առաքելություն եւ վերջինիս դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոններ եւ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնել են ակտիվ քարոզչություն հիմնականում քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ։ Ընդդիմադիրներն ահազանգում են, սա փորձ է ամբողջապես վերահսկելու ընտրական գործընթացը։ Արծվիկ Մինասյանի խոսքով ընդդիմության հասարակական սեկտորի ընդդիմադիր հատվածի միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ այս նախագիծը չի քննարկվել։ Նախագիծը բովանդակային առումով կարող է մեկ նախադասությամբ բնութագրել որպես իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ։ Չափանիշներ չկան, Մինասյանը հարցնում է, ինչպես է կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշելու, որ կազմակերպությունն է ֆինանսավորվում թեկնածուի կամ կուսակցության կողմից, կամ ինչպես է դա ազդում անաչառ դիտարկման վրա։ Մենք գործ ունենք այս պահին հստակ հերթական արշավանքի հետ, որը որ կազմակերպել է բռնապետը, իր ընտրությունը, ճակերտավոր ընտրությունը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում։ Դրա համար մենք հրաժարվեցինք քննարկումից, որտեղ սա համարվում է ըստ էության ընտրական օրենսդրության ընդունման կանոնների խախտում, եթե ընդդիմությունը չի մասնակցում։ Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ։ Ինչու է ՔՊ-ից օտարանում վերջին շրջանում սկանդալներում հայտնված Հռիփսիմե Հունանյանը։ Ինչը չեն ներել նրան թիմում։ Պատգամավորը նախընտրեց կարճ արձագանքել։ Հեռանալու որոշումն անձամբ է կայացրել։ Ես անհամասնորեն գրել եմ իմ Facebook-յան էջում, խնդրում եմ բավարարեք այդ բանակի հետ կապված։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։